Քրիստոս է, որ ըստ Մատթեոս է։ Փառք քեզ Տեր Աստված մեր։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվել է զորամասերում հոգևոր առաջնորդության գործունեությունը։ Ինչ է ենթադրում այս որոշումը եւ ինչ խնդիրների կարող են բախվել զինվորներն իրենց ծառայության ընթացքում։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը մեկնաբանելով պաշտպանության նախարարի որոշումը կարծիք հայտնեց, որ իշխանության առաջնահերթությունն այս փուլում մայր աթոռի նկատմամբ ճնշումներն ուժեղացնելն է, նրան, այսպես ասած, հպատակության դաշտ բերելը, եւ դրա համար իշխանությունը գիտակցաբար գնում է այս քայլին իմանալով, որ սա խնդիր է ստեղծելու զորքերի համար։ Հիմա երբ որ քո հրամաններով եւ ներքաղաքական իրավիճակից ելնելով դու այս ինստիտուտի հնարավորությունները էականորեն նվազեցնում ես եւ նրանց դարձնում ես, այսպես ասած, զուտ համազգեստ կրող եւ հրաման կատարող անձի, բնականաբար եւ ֆունկցիոնալ առումով եւ թվի առումով, մարդկանց ներկայացվածության առումով սա բավականին դառնալու է խնդրահարույց եւ դա իր ազդեցությունն է վատ իմաստով ունենալու նաեւ զինված ուժերի վրա։ Զինված ուժերում հոգևոր ծառայությունը ստեղծվել է 1997 թվականին, իսկ կանոնադրությունը հաստատվել 2000 թվականին ամենայն հայոց կաթողիկոսի եւ պաշտպանության նախարարի կողմից։ Մինչև 3 հոգևոր ծառայության մեջ ներգրաված են եղել 42 հոգևորական, որոնցից 8-ը ժամկետային զինծառայող են, 34-ը կամավոր մայրաթոռի կողմից նշանակված։ Ընդ որում նրանցից մեկը վարդապետ, 16-ը քահանա եւ 17-ը սարկավակ։ 42 հոգևորականներից միայն 8-ն են մնալու ծառայության, իսկ 34-ը այլևս չեն ծառայելու։ Փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարի հրամանով միանալ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հակաեկեղեցական ծրագրին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այս իր հրամանով ուրեմն ինչ է խախտել։ Առաջին, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածը է խախտել։ Ես մեջբերում եմ այդ նորմը։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասեր։ Երկրորդը, պաշտպանության նախարարը խախտել է պաշտպանության նախարարի կողմից եւ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հաստատված կանոնադրության 5.1 կետը։ Ինչ է ասում այդ կետը։ Հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրնագրով եւ պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միայնակ չէր կարող լուծարել այս ծառայությունը։ Մինչդեռ արել է հենց այդ։ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ թեև իշխանությունը փորձում է ներկայացնել, թե իրականում տեղի է ունենում ուղղահայաց հարաբերությունների փոփոխություն եւ այլ կառուցակարգային վերափոխումներ, իրականում խնդիրը բոլորովին այլ է։ Զինված ուժերում ծառայության ունեցնում ոչ միայն այն մարդիկ, այն գնդերեսները, որոնք պարտադիր զինվորական ծառայության բերումով են գտնվում զինված ուժերում, այլ որպես կանոն մայրաթոռը նաև լրացուցիչ մարդկանց էր գործում, որպեսզի կարողանային զինված ուժերի հետ հոգևոր կարիքները, այսպես ասած, ապահովել։ Հիմա եթե իշխանությունը նույնիսկ նրանց համար սպայական հաստիկներ է սահմանում, ապա մայրաթոռի կողմից կամավորների չներգրավվածությունը նշանակում է, որ էականորեն կրճատվելու է այն մարդկանց ներկայությունը զինված ուժերում, որոնք տարբեր զորամասերում եւ առասարակ զինված ուժերում ծառայություն են տանում։ Այլ մեր օրերքինս է։ Իրականում ովքեր են գնդերեցները եւ ինչ դեր ունեն զորամասում եւ զինվորի կյանքում։ Գնդերեց Տեր Պսակ քահանան խորը ափսոսանք հայտնելով հոգևոր առաջնորդությունը լուծարելու պաշտպանության նախարարի որոշման կապակցությամբ ընդգծեց, որ այդ ինստիտուտը երկար տարիներ իր օգտակարությունն է բերել զինված ուժերին։ Հիմնական գործունեությունը հոգևոր առաջնորդության եղել է զինվորներին, մեր սպաներին ավետարանի խոսքը փոխանցելու, Քրիստոսի վարդապետությանը ծանոթացնելու, նաև ծանոթացնելու հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, բացի այդ նաև մենք որպես գնդերեսներ եղել ենք այն
վստահելի այն մտերիմ անձինք, ում այդ զինվորը սպան կիսվել է իր խնդիրներով, եղել ենք հոգևոր խորհրդատուներ, նրանց օգնականը իրենց ամբողջ ծառայության ընթացքին։ Հոգևորականն այն մարդն է, ում ամենից շատ են վստահում, ասում է Տեր Պսակը, հիշեցնելով, որ ժամանակին Պաշտպանության նախարարությունը զորամասերում անցկացրել էր գաղտնի սոցիոլոգիական հարցում, որի արդյունքներով վստահության ամենաբարձր մակարդակը գրանցվել էր գնդերեսների նկատմամբ։ Պատերազմի ժամանակ եղել ենք նաև հրամատում, զինվորների կողքին, ամենաթեժ կետերում, հպարտությամբ նշում է Տեր հայրը։ Գնդերեսները այն բացառիկ կարգավիճակ ունեցող անձինք էին, որոնց մոտ ցանկացած զինծառայող, արտադիր ժամկետային ծառայող, պայմանագրային կամ սպայական կազմին կարող էին գնալ, անկաշկանդ խոսել խնդիրներից, նեղ անձնական ընտանեկանից մինչև ծառայությանը վերաբերող, հստակ իմանալով, որ դա բացառապես իրենց եւ հոգեորականի խոսակցության տիրույթում է։ Աբրահամյանը փաստում է, որ տարիների ընթացքում հենց այս ինստիտուտի միջոցով հնարավոր է եղել լուծել բազմաթիվ խնդիրներ, որոնք այլ ճանապարհով պարզապես հնարավոր չէր լուծել։ Կանխվել են միջանձնային հարաբերություններից ծագած լուրջ բախումներ, որոնք հակառակ դեպքում կարող էին դառնալ ողբերգական կամ խոր հետք թողնել զինծառայողների ճակատագրերում։ Ովքեր են փոխարինելու հոգևորականին զորամասերում, քանզի որոշման մեջ այս մասին շատ քիչ բան է ասվում։ Տեր Պսակի մեկնաբանմամբ հոգևոր առաջնորդության ինստիտուտի վերաձևակերպումն անհասկանալի եւ անհամատեղելի է հոգևոր ծառայության հետ, քանի որ ինչպես որոշման մեջ է նշված, գնդերեսներն այսուհետ պետք է ստանան զինվորական կոչում եւ անմիջական ենթակայության տակ լինեն Պաշտպանության նախարարության բարեհոգեբանական ապահովման վարչությանը, ինչպես նաեւ զորամասերի հրամանատարներին։ Սա խորհուրդ է հայ եկեղեցու ինչպես կանոնականությանը, այնպես էլ հոգևորականների ծառայության ֆորմատին, որովհետև սա ամբողջապես ենթադրում է, որ այլևս այն գնդերեսները, ովքեր, ինչպես նշեցի, ժամկետային են եւ պիտի իրենց ծառայությունը բերեն, այս նոր ձևաչափի մեջ այլևս եկեղեցուց կտրված են դառնում, իրենք անմիջական ենթակայություն ունեն արդեն Պաշտպանության նախարարությանը, բայց հոգևորականի անմիջական տեղը եւ իր ծառայության կարգավորումը իրականացվում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնից։ Աբրահամյանն ընդգծում է, այլ բան է, երբ զինվորն անկաշկանդ շփվում է հոգևորականի հետ եւ բոլորովին այլ բան, երբ խոսում եւ սիրտը բացում է մի մարդու հետ, որը ենթակա է զինվորական համակարգին։ Եվ այն կասկածը, որ իր խոսքը կարող է փոխանցվել վերև, ինքնին խոչընդոտում է շփմանը։ Մարդիկ եթե բոլոր զինծառայողները պատրաստ լինեին այդ ուղղությամբ աշխատող զինծառայողների հետ շփվելու, ինչի՞ իր գնդերեսացիամիսը դնել, որտեվ խնդիր կար նաև տարանջատելու մարդկանց, որոնց նկատմամբ կլիներ վստահություն։ Իսկ այն պարագայում, երբ որ զինվորը գիտի, որ իր խոստովանությունը կարող է զեկուցվել այդ պահին գնդերեսի վերադասին, այսպես ասած զամպալիտի այդ ինստիտուտին, այնտեղից է հրամանատարին եւ այլն, բնական է, չէ՞, որ մեծ թվով խնդիրներ արդեն թաքցվելու են, չեն ներկայացու, չեն խոսելու, ինչը հետագայում բերել է շատ ավելի ծանր հետևանքների։ Կրոնի ազատության ոլորտի միջազգային փորձագետ Իզաբելլա Սարգսյանն անդրադարձել է այս թեմային ֆեյսբուքյան գրառմամբ։ Այն մարդիկ, որոնք ասում են ինչ գործ ունի կրոնը բանակում, լավատեղյակ չեն կրոնի կամ համոզմունքի իրավունքի հիմունքներին, գրել է նա շարունակելով. Զինված ուժերում կապելանի ներկայությունը կրոնի կամ համոզմունքի իրավունքից բխող հանձնառություն է, հոգևոր աջակցությունն ընդունված պրակտիկա է։ Եվրոպական գրեթե բոլոր երկրների բանակներում գործում են կապելանների ինստիտուտները, ու ինչպես պետություն եկեղեցի հարաբերությունների պարագայում տարբեր երկրներում տարբեր։ Պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Մինասյանի խոսքով էլ եթե հոգևոր առաջնորդության ինստիտուտը վերանա, այդ դեպքում դասյարակության գծով տեղակալի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ընկնելու։ Սակայն նա չի կարող լիարժեք փոխարինել հոգևորականին։ Մարդու ներաշխարհը, խղճի, ապաշխարության, ներքին վախերի հարցերը պահանջում են այլ մոտեցում։ Մի բան ակնհայտ է։ Մանավանդ նորակոչ զինվորը, երբ որ դեռ կապված է իր ծնողների հետ, իր քույրերի, եղբայրների, այսինքն դրսի արտաքին մասի հետ է կապված, այստեղ ինքը իր այդ խնդիրները պետքա լուծեր հոգևոր առաջնորդի հետ, այսինքն տվյալ
զորամասի, չգիտեմ, գումարտակի, այսինքն փոքր կլինի դա թե մեծ, պիտի լրացներ հոգևոր հայրը, հոգևորը պիտի լրացներ, որտեվ միշտ չի, որ իրեն տարեկից զինվորականը, որը դաստիարակության գծով տեղակալ է, կարող է լրացնել եւ իրեն ճիշտ խորհուրդներ կան։ Ալեքսանդր Մինասյանը նշում է, որ հոգևոր հայրը զբաղվում է մարդու ներքին խնդիրներով, որոնք հաճախ պետական կառույցի ներկայացուցիչին չեն վստահվում։ Թեև եղել են նաև դեպքեր, երբ զինվորները չեն վստահել հոգևորականին կամ չեն դիմել նրան։ Այդուհանդերձ պահեստազորի գնդապետը կարծում է, որ զինված ուժերում հոգևորականի անհրաժեշտությունը պարտադիր է։ Հոգևոր առաջնորդը զորամասի նաև խորհուրդ է տալիս ինչպես շարունակել եւ դրանով ճանապարհներ, լույսեր են բացվում նրա համար, ինչպես ինքն իրեն դրսևորի, հենց զինվորը ինքն իրեն ինչպես դրսևորի, ընկերոջ հետ, հրամանատարի հետ, ղեկավարության հետ, մանավանդ շատ խոցելի է, քանի որ զինվորը զենք կրող է։ Տեր-Պսակ քահանան հասկանալի եւ մատչելի ձևով ներկայացնում է, թե ինչին է միտված պաշտպանության նախարարի այս որոշումը։ Կարծում եմ, թե փորձ է մայրաթորից կտրելու այն ծառայողներին, ովքեր հիմա ծառայության մեջ են, բայց հստակ մի բան կա, որ հրամանի մեջ արձանագրված է մեծ մասը գնդերեսների վստահաբար միշտ էլ նշանակվել են Վեհափար Հայրապետի տնօրինությամբ, այլևս այդ մարդիկ, ովքեր հենց Վեհափարի տնօրինությամբ էին, տեղ չունեն։ Հետևաբար դուրս է գալիս, որ նոր ձևաչափ չի սա ավելի շատ այս ինստիտուտը իրենց պատկանելիության, իրենց հսկողության, իրենց վերահսկողության տակ առնելու փորձ է։ Մի բան հստակ է, երբ զինվորի կողքին չկա այն անձնավորությունը, ում կարող է վստահել, նա սկսում է փակվել, խնդիրները թաքցնել, ձևացնել, որ ամեն ինչ լավ է։ Բանակի հետ երբևէ առնչված յուրաքանչյուր ոք կարող է փաստել, որ հոգևորականը միայն ծես կատարող կամ խոսք ասող անձ չէ։ Նա զբաղվում է դեպրեսիայի, վախի, կորուստների, մեղքի զգացման հետ, աշխատելով հատկապես պատերազմական կամ հետպատերազմական փուլերում։ Հոգևորականի բացակայությունը բանակում չի նշանակում մեկ հաստիքի պակաս։ Դա նշանակում է վստահության, կանխարգելման եւ հոգեբանական վիճակի խաթարում։ Իսկ բանակի համար հատկապես լարված տարածաշրջանում գտնվող երկրի դեպքում սա ուղղակի ճանապարհ է դեպի ներքին թուլացում։